Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ չի որոշել, արդյոք նախագահական ընտրությունների դեպքում կառաջադրվի երկրորդ ժամկետով։ Ես մտածում եմ այդ մասին, երբեմն մտածում եմ այո, ասել է Զելենսկին։ Սակայն նա ընդգծել է, որ որոշումը կախված կլինի Ռուսաստանի հետ հակամարտության արդյունքից։ Պատասխանելով ռազմական գործողությունների ավարտից հետո իր ցանկությունների մասին հարցին, նա նշել է, որ պարզապես ուզում է փոքր-ինչ ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ։ Զելենսկին ընդգծել է, որ այս պահին կարևոր չէ, թե որտեղ։ Իրանը Եվրամիության երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ԵՄ-ի հրաման որոշմանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պատասխան գործողությունների մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն ի պատասխան եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ եւ այդ գործողությունների հետևանքները ընկնելու են Եվրամիության վրա, հայտնել է խոսնակը։ Իրանի խորհրդարանում նաև քննարկում են Եվրոպական դեպարտամենտի ռազմական կցորդների հնարավոր արտաքսման հարցը։ Ես չեմ անհանգստանում պատերազմի համար, քանի որ մենք լիովին պատրաստ ենք դրան, հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Եթե բանակցությունները ձախողվեն, մենք պատրաստ ենք պատերազմի եւ հակամարտությունը հավանաբար կանցնի Իրանի սահմաններից այն կողմ։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները կդառնան թիրախ, ասել է նախարարը։ Կարծում եմ Թրամփը բավականաչափ իմաստուն է ճիշտ որոշում կայացնելու համար։ Մեր վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ որպես բանակցային գործընկեր կորել է, նշել է Արաղչին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Թրամփը պարզ է, ցանկանում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար, եւ նա փորձում է, երբեմն հաջողվում է, երբեմն ոչ, բայց նա իսկապես փորձում է, ասել է քաղաքական գործիչը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի օրոք ռուս-ամերիկյան շփումները ավելի արդյունավետ են դարձել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կանխատեսել է, որ ԱՄՆ-ն Իրանին կհարվածի 48 ժամվա ընթացքում։ Վերջինս կարծում է, որ հարվածը անխուսափելի է։ Ես սպասում եմ Իրանի վրա հարձակման եւ մի քանի այլ խոշոր իրադարձությունների հաջորդ 48 ժամվա ընթացքում։ Այսօրվա պայմանները դժվար են։ Ես համոզված եմ, որ խաղաղությունը պահպանելու մեր հանձնառությունը կարևոր է, ասել է նախագահը։ Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի Իսլամական Հանրապետությանը, ապա կսկսվի տարածաշրջանային պատերազմ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ, հայտարարել է Խամենեին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինա հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ից 5-ին Աբու Դաբիում։ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից բանակցությունների։ Մենք շահագրգռված ենք, որ արդյունքը մեզ մոտեցնի պատերազմի իրական ավարտին, նշել է Ուկրաինայի առաջնորդը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը եղել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում նա մասնակցել է պատարագին։ Իզմիլյան բժշկական կենտրոնում էլ մատուցվել է Սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի եւ մասնակցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի։ Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից։ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել իրավիճակը Միջին Արևելքում խորագրով ՄԱԿ անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։ Ժիրայր Անանյանը նկատել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն աշխատանքներ է տանում առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու
նպատակով։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը եւ որպես հիմնադիր անդամ ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը, շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ եվրոպական երկրների առաջնորդները շահարկել են Իրանի տնտեսական խնդիրները, խրախուսելով անկարգություններ ու մարդկանց փողոց դուրս բերելով հասարակության մեջ բաժանում եւ լարվածություն սերմանել։ Նրա խոսքով դեկտեմբերի վերջին սկսած ցույցերը պայմանավորված էին բարձր գնաճով եւ կյանքի արժեքի աճով, սակայն արտաքին ուժերը փորձել են օգտագործել իրավիճակը։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է։ Այսպես է նա մեկնաբանել X սոցիալական ցանցում օգտատիրոջ հրապարակումը, որտեղ ներկայացված է իրական համաշխարհային ԱՀԱ-ի աճին առավելապես նպաստող 12 երկրների ցուցակը։ Այդ տասնյակում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Թուրքիան, Նիգերիան, Բրազիլիան, Վիետնամը, Սաուդյան Արաբիան եւ Գերմանիան։ Ուժերի հավասարակշռությունը փոխվում է, հայտնել է Մասկը։ Կուբան չի հրաժարվի իր ինքնիշխանությունից, չնայած ԱՄՆ վերջին միջոցառումներին, որոնք ուղղված են նրան տնտեսապես խեղդելուն, հայտնել է Էկվադորում կղզու դեսպան Բասիլիո Գուտիերեսը։ Կուբացիներին դժվար ժամանակներ են սպասում, բայց մենք չենք հրաժարվի մեր ինքնիշխանությունից եւ պետական կառավարման այն համակարգից, որը ազատորեն է կընտրել դեռ շատ տարի առաջ, նշել է դեսպանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եթե իսկապես ցանկանում է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա իր հետաքրքրությունը պետք է փոխանցի մասնագիտական ալիքներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Մենք բնականաբար կկարդանք այս հաղորդագրությունները, որոնք հրապարակային են, սակայն կրկին կրկնում եմ, եթե կա լուրջ հետաքրքրություն, ապա այն պետք է փոխանցվի այլ մասնագիտական ալիքներով, նշել է ԱԳ նախարարի տեղակալը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Պուտինի հետ խոսակցություն կարող է կայանալ մոտակա շաբաթների ընթացքում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մակրոնի հայտարարությունները բնութագրել էր որպես մեգաֆոնային դիվանագիտություն։ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ուղիղ կրակի ծովային զորավարժությունների անցկացման մասին, ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին, հայտնում է Ալ Ջազիրան։ Զորավարժությունները նախատեսվում են փետրվարի 1-ից 2-ը եւ իրականացվելու են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ջրերում, որտեղ տեղակայված են նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի ոչ անվտանգ գործողություններ Իրանի կողմից, հատկապես ԱՄՆ նավերի եւ անձնակազմի նկատմամբ։ Ամերիկյան կողմը ընդգծել է, որ ցանկացած վտանգավոր մոտեցում, անհստակ կամ զինված մանևր կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Ռուսաստանի եւ Կուբայի համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, եւ Մոսկվան կշարունակի այն զարգացնել երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաեւ միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանն ու Կուբան ունեն յուրահատուկ պատմական կապեր։ Մեր բազմակողմ համագործակցության ավանդույթները խորը արմատներ ունեն եւ լայն հասարակական քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում։ Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ եւ չի կարող դիտարկվել ինչ-որ մեկի շահերին վնաս հասցնելու ձևով։ Մենք պատրաստ ենք այն շարունակաբար զարգացնել մեր պետությունների ժողովուրդների բարօրության, ինչպես նաեւ միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման համար, նշել է Զախարովան։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Շունչդ տուր, հոգիդ տուր, բայց հայրենիքդ մի տուր» թշնամուն խորագրով հերթական հայրենասիրական միջոցառումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 90-ականների ապրիլյան քարոզիայի եւ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած քաչմարտիկների սխրանքները։ Մասնաճյուղի քոլեջի ուսանողները հայոց լեզվի դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ հանդես եկան տպավորիչ հեղինակային ելույթներով, որոնք հագեցած էին հայրենասիրությամբ եւ անկոտրում ոգով։ Հայրենասիրական տպավորիչ ելույթով հանդես եկավ նաեւ Պլեխանովի անվան համալսարանի առաջին կուրսի ուսանող Առնո Վարդանյանը։ Շատակել էր մեծարել բոլոր պատերազմներում նահատակված մեր տղաներին։ Նրանց սխրագործությունները, որոնց մենք դասեր ենք քաղում, երկոտ է փնտրում։ Մեր այսօրվա միջոցառումը հենց այդ ամենի վառ ապացույցն է։ Մեր նպատակն է լինել անսասան, անկոտրում, պատմության քարոզներում նոր էջեր կերտել, առաջ ընթանալ, լինել միջզգոն, հպարտ եւ առաջ մղվել։ Խորհրդանշական էր նաև քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի Ռայա Վարդազարյանի վստահ կատարումը դհոլի վրա, որը գերեց հանդիսատեսին։ Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ իր հերթին ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը մեր երիտասարդության հայրենասիրական ոգու պահպանման գործում։ Տնօրենի խոսքով մենք այնքան ուժեղ պատմական հիշողության կրող ենք, որ այն անհնար է ջնջել։ Մենք առաջին հերթին հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ, թե ունենք Ռուսաստանի քաղաքացիներ, բայց դա կարծես թե երկրորդ պլան է մղվում, մենք առաջին հերթին հայ ենք, այս դրախտավայրի բնակիչները, իսկապես Աստծու կողմից շնորհված այս հողը, որը մենք այո պարտավոր ենք պահել, պահպանել մեր գեղեցիկ երկիրը հայրենիքը, Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Մասնաճյուղի ուսանողները հերթական անգամ ապացուցեցին, որ չնայած բոլոր դժվարություններին հայ ժողովուրդը շարունակում է ստեղծագործել, արարել ու ապրել։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ռազմական ոստիկանության մեքենան։ Այս մասին ահազանգել է Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի, նշել է քահանան։ Այսօր առավոտից քննչական կոմիտե են կանչվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, որոնց որոշմամբ կարգալույծ էր հռչակվել Արման Սարոյանը։ Եվրամեդիա 24-ի տեղեկություններով քննչական կոմիտեն նրանց ուղարկել է ծանոթագրեր ներկայանալու 15:00-ին մեղադրյալի կարգավիճակով։ Քննչական կոմիտեից այն հարցին, թե ինչ հիմքով են կանչվել հարցաքննության, պատասխանել են, որ հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություն չէ տրամադրում։ Ներկայում Արման Սարոյանը չի պատրաստվում լքել Մասյացոտնի թեմի առաջնորդարանը, իսկ առաջնորդարանի շենքը հսկվում է ոստիկանության ուժերի կողմից։ Փաստորեն քննչական կոմիտեի օրակարգում է հայտնվել վեհափառ հայրապետի եւ ԳՀԽ անդամների Հայաստանից ելքը սահմանափակելու հարցը։ Քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթը կարգալույծ նախկին եպիսկոպոս Արման Սարոյանի նկատմամբ հնարավոր է նպատակ ունենա տապալել սպասվող եպիսկոպոսատ ժողովը։ Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ահազանգել է, որ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ, նա մասնավորապես նշել է։ Ակնհայտ է, որ սա հերթական միջավտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Ցավում եմ, որ քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից եւ այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դրել, ասել է Զոհրաբյանը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում, այս մասին հայտնել է գլխավոր դատախազությունը։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին դատախազությունը տեղեկացրել էր, որ Հասմիկ Պողոսյանն իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց ՊՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն։ Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ մասն անջատվել ու հանձնվել էր հակակոռուպցիոն դատարան։ Վերջինիս 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս
ամիս ազատազրկման դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ։ Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից, կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գարեգին II եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանքի ժամկետը երկարացրել է եւս 2 ամսով։ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին Համբարձում Ներսիսյանը մեղադրվում են խուլիգանության եւ էջմիածնում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսիում արված հայտարարություններին ասել է. «Երկրորդ նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանը խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից, լրիվ փրկյազ մեզի չար է։ Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին սույն անձ տուղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»։ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի իր ասուլիսում անդրադարձել էր նախարար Արարատ Միրզոյանին եւ նշել. «Արտաքին գործերի նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր, մեղադրելը թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է», նշել էր Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը եւ նշել. «Հարգելի գործընկերներ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը», ասել է Պապիկյանը։ Աբու Դաբիում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից առաջ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների Դոնբասի եւ Զապորոժիեի ատոմակայանի հարցում։ Ուկրաինան պատրաստ չէ զիջումների, որոնք կխախտեն իր տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը եւ Զապորոժիեի ատոմակայանը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի։ Ամենակիչ խնդրահարույց տարբերակը մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք բանաձևն է։ Նման բարդ հարցերը լուծվում են ղեկավարության մակարդակով, հայտարարել է Զելենսկին։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող ամերիկյան ռազմածովային խումբը ընդլայնվել է, հասնելով 11 մարտանավի, ինչպես հաղորդել է New York Post թերթը, ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմածովային խումբը կազմված է 10 նավից։ Նավերը գտնվում են Իրանի հարավ-արևելյան ափից մոտավորապես 750 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանի պաշտպանական ներուժը չի հանդիսանա որևէ բանակցությունների առարկա։ Թեհրանը մտադիր է շարունակել իր պաշտպանական ենթակառուցվածքի զարգացումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանական ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում պահպանել եւ զարգացնել մեր պաշտպանական ենթակառուցվածքը, ընդգծել է նախարարը։ Ոչ մի պետություն չի սակարկում այլ երկրների հետ իր պաշտպանության միջոցները եւ Իրանը բացառություն չէ, հավելել է Իրանի ԱԳ նախարարը։ Ուրբաթ երեկոյան մեկնարկել է էներգետիկ օբյեկտների վրա առանց հարվածների շաբաթը, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանը գրեթե չի հարվածել էներգետիկ օբյեկտներին, սակայն մեկ հարված եղել է Դոնեցկի մարզում, մեկն էլ Դնեպրի մարզում։ Մեր բոլոր մարզերում ուրբաթ գիշերվանից էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն եղել։ Գրեթե ոչ մի, բացառությամբ Դոնեցկի մարզի, որտեղ գազի ենթակառուցվածքներին մեկ հարված է եղել, օդային ռմբակոծություն։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ուշադրությունը կենտրոնացնում լոգիստիկային, հանգուցային կայաններին հարվածելու վրա, ասել է նախագահը։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը կլինի հայելային սկզբունքով։ Այսօր Ուկրաինան ձեռնպահ է մնացել Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Կիևը կարծում է, որ նոյեմբերից Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո խաղաղ կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան ամբողջ հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտքոֆը։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները ԱՄՆ կառավարությունը գնահատել է որպես դրական եւ կառուցողական, նշելով, որ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները անմիջականորեն շփվել են։ Ուկրաինացիները ըստ էության ասել են, որ Ժնևից հետո մենք ավելի շատ առաջընթաց են գրանցել, քան հակամարտության անցած 4 տարիների ընթացքում, ասել է Ուիտքոֆը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել Կուբայի հետ նավթի առևտուր անող երկրների համար, մտադիր է խեղդել կղզու տնտեսությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանել Բերմուդեսը։ Ճշմարտությանը չհամապատասխանող եւ հիմար նախադրյալի տակ, որը տարածում են նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ եւ հարստանում մեր ժողովրդի սպառնալիքների հաշվին, նախագահ Թրամփը մտադիր է խեղդել կուբայական տնտեսությունը, սահմանելով տուրքեր այն երկրների վրա, որոնք ինքնիշխանորեն առնում եւ վաճառում են Կուբայի նավթը, հայտնել է նախագահը։ Վերջինս ԱՄՆ-ի նոր միջոցառումները անվանել է հանցագործ եւ ֆաշիստական։ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները եւ երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել, հայտնել է նախարարը։ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա հաջորդ եռակողմ հանդիպման ժամանակը եւ վայրը կարող են փոխվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ես չգիտեմ, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, այն նախատեսված էր կիրակի, փետրվարի 1-ին։ Մենք համաձայնացրել էինք, որ հանդիպումը կանցկացվի Աբու Դաբիում, սակայն ժամանակը կամ վայրը կարող են փոխվել, քանի որ մեր կարծիքով ինչ-որ բան է տեղի ունենում Ամերիկայի եւ Իրանի հարցում, եւ այդ իրադարձությունները հավանաբար կարող են ազդել հանդիպման ժամանակի վրա, նշել է նախագահը։ Եվրոպական միությունը դարձել է թուլության խորհրդանիշ սեփական սխալների պատճառով։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ի վերլուծաբան Հել Բրենտսը։ Այս մրցանակը ներկայացնում էր աշխարհի եւ ինտեգրացիայի ամենաբարձր գաղափարները սառը պատերազմի ավարտից հետո, սակայն ավելի խիստ ժամանակաշրջանում այն դարձել է թուլության խորհրդանիշ, ասել է վերլուծաբանը։ Նրա կարծիքով ԵՄ-ն կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից, Չինաստանի տնտեսական զարգացումից եւ ԱՄՆ անվտանգության ոլորտում ձեռնարկած ջանքերից։ Նա հավելել է, եթե Եվրոպան չկարողանա գտնել իր հենարանը, ապա կդառնա այս երեք երկրների խաղալիքը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են անել այն ամենը, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի Իրանի վերաբերյալ։ Մենք պատրաստ կլինենք անել այն ամենը, ինչ նախագահը ակնկալում է պաշտպանության նախարարությունից, ասել է Հեքսեթը։ Թուրքիայի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Օրակարգում են եղել Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանում հետզհետե սրվող ռազմական լարվածությունը։ Հայտարարության համաձայն Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունն առ այն, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև արկա լարվածությունը մեղմացնող դեր ստանձնի եւ նպաստի խնդրի լուծմանը։ Նշվել է նաեւ, որ Էրդողանը կընդունի Թուրքիայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչուն։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է Բելարուսի հետ սահմանի օդային տարածքում նոր միջադեպի մասին։ Մասնավորապես հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Բելարուսի կողմից մոտեցող օբյեկտները մտել են Լեհաստանի օդային տարածք։ Բոլոր օբյեկտների թռիչքը անընդհատ վերահսկվում էր Լեհաստանի զինված ուժերի ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերով, ասվում է հաղորդագրության մեջ, նշվելով, որ այդ տարածքում միառժամանակ ասեցվել են քաղաքացիական թռիչքները։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի 3 նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին, եւ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը փետրվարի 2-ին ժամը 18:30-ին դատարանի կենտրոնի նստավայրում, նշել է փաստաբանը։ Ըստ փաստաբանի ակնկալվում էր, որ միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, սակայն նա երկրում չէ։
Լեգենդար հայ ֆուտբոլիստ Արարատ 73-ի մարզիչ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլև դրսում, քանի որ Նիկիտա Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, UEFA-ի ու FIFA-ի ղեկավարները։ Կարծես թե Աթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու Արարատ 73-ի մասին պատմող ոսկե դուբլ ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա ու դրանում նրանք տեսել են փափուկ ուժի դրսևորում։ Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակը պարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններից։ Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է։ Սակայն մեր իշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում է հունվարի 31-ին, ուստի աղի բլիթ պետք է ուտել այսօր երեկոյան։ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը բացի եկեղեցական ծեսից նաև ժողովրդական ավանդույթ է, որի տոնակատարությանն անհամբերությամբ սպասում են երիտասարդները, հատկապես սիրահարները։ Սուրբ Սարգի զորավարի տոնը Գարեգին II ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր։ Ըստ ավանդույթի չամոստացած երիտասարդներն աղի բլիթ են ուտում, հավատալով, որ իրենց ապագա սիրելի իրենց ջուր կբերի։ Բալթյան երկրների, Գերմանիայի եւ Ֆրանսիայի քաղաքական գործիչները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին բորբոքում են Ռուսաստանի կողմից երրորդ համաշխարհային պատերազմին պատրաստվելու մասին պատմությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բալթյան երկրները եւ մի շարք այլ ակտիվիստներ, հիմնականում նրանք, ովքեր այժմ իշխանության են եկել Գերմանիայում, ինչպես նաև ֆրանսիացիները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հետ միասին բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմին պատրաստվելու մասին պատմությունը, որը ենթադրաբար կսկսի Ռուսաստանը, ասել է Լավրովը։ Նրա խոսքով եվրոպացի քաղաքական գործիչները նույնիսկ ալարում են որևէ փաստարկ հորինել։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն հայտարարել է, որ Եվրամիությունը ամեն օր ավելի ու ավելի բռնապետական է դառնում։ Քաղաքական գործի քննադատությունը հաջորդել է Եվրոպական դատարանի 2020 թվականի որոշմանը, որով Հունգարիային մեղավոր էր ճանաչել միջազգային հարցերում միասնական դիրքորոշում արտահայտելու դաշինքի իրավունքը խախտելու մեջ։ Եվրամիությունը ամեն օր ավելի ու ավելի բռնապետական է դառնում, ընդգծել է Ֆիլիպպոն։ Եղանակը առաջիկա օրերին փետրվարի 2-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-ից 3-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաեւ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 2-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում փետրվարի 2-ից 4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-ից 3-ի գիշերը եւ առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ից 3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով, Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում 4-ից 6 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 5-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ից 4-ը սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով, փետրվարի 2-ից 3-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ։